Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ 9 տարի առաջ արցախցի ու հայաստանցի չէինք, Մեդաքսե Հակոբյան։ Չեռնոկորիայի փոխվարչապետը հարկանքի դուրք մատուցել է հայերու դեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակին։ Գերմանիա նախագահը Արցախի մասին քրարում ըրած է։ Բաքուն կգրտնե Արցախի բարակային գիրառած ցերակիրը։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը խնդիր դրած էր ռազմական արգածախնդրությամբ լուծել Ղարաբաղյան փախումը, Դիկրան Աբրահամյան։ Արցախի մեջ դեղի ունեցել է ցեղասպանություն, եւ Օգամբոն բազմիցս սեր է, որ անիգա այն թուրն է, որ մենք պետք է ծեծենք, Լարիսա Ալավերդյան։ Հռոմի բաբի որոշմամբ հայերու դեմ իրականացված ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբատասվի։ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մեդաքսե Հակոբյանի թիմադեդրի քրարումը։ Մեր ժողովուրդը այլ որագուն էր, Արցախը անօդարելի էր, հայրենիք էր, նախկին ներկա չէր, ազգ էր, ժողովուրդ էր, հայ։ 2016-ի ապրիլի 2-ն էր, երբ պատերազմի քուժը հասավ Ստեփանագերտ, բոլորիս հրահանգեցին դուն երտալ, լուր էր քաղաքը, շշուկն անգամ ագանջ կձագեր, երբ ծորեն դուրս եկող զրահամեքենաներու ցայնը խախտելով անվերջ տվացող լրությունը պատերազմի մասին պատմեց։ Զրահամեքենաները շատոնց անցած էին գողկովս, բայց աչքս հերվեն երևցող փոշի ամբեն չեր գդրեր։ Ոգևորութենեն գարմրած այդերով բադանի զինվորներու ետևեն գշշնչայի Աստվածիմ, բահե, բահբանե։ Ժամ երանց կամավորներն էին արդեն հրաբարագին մեջ։ 9 տարի առաջ մենք ազգ էինք, ժողովուրդ էինք, փրունցք էինք, միասնական էինք, գսիրեինք իրար, գհբարդանայինք մեր հերոսներով, արցախցի ու հայաստանցի չէինք, մենք հայ ժողովուրդն էինք։ Ողջ փառքն ու բադիվը ծերն է, հանուն հայրենիքի նահատակված քաջորդիներ։ Չեռնոկորիայի արտաքին եւ եվրոպական գործերու փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը մարտ 31-ին այցելեց հայերու դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերու նախարարի դեղակալ Բարույր Հովանեսյանի ուղեկցությամբ։ Թանկարան ուսումնարանի դնորեն Էդիտա Գզոյանը հյուրերուն ուղեկցեց դեպի հուշահամալիր, ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Դնորենը անդրադարձավ Ծիծեռնագապերտի դարածքին անցյալ տարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու քաղաքներուն մեջ ադրբեջանական կառավարության գազմագերված կոտորածներուն զոհ դարձած հայերու հիշադակին դեղատրված 3 խաչքարերու եւ Արցախյան Քոյամարդի դարիներուն հուշաբադի թիմացի հատվածը հուղարկավորված 5 ազատամարտիկներու պատմություններուն, շեշտելով գաբը դեղի ունեցածի եւ հայերու դեմ իրականացված ցեղասպանության միջև։ Բարոն Ֆիլիպ Իվանովիչը ձաղգեպսակ դրավ զոհերու հիշադակը հավերժացնող հուշագոտողին։ Այնուհետև հյուրերը ձաղիկներ ծրին անմար գրագի մոտ եւ 1 վայրկյան լրությամբ հարգեցին անմեղ զոհերու հիշադակը։ Անոնք շրջեցան նաեւ թանկարանին մեջ, ուր թանկարանային աշխատանքներու կիծով փոխդնորենի ուղեկցությամբ ծանոթացան մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններուն։ Բարոն Ֆիլիպ Իվանովիչը քրարում գդարեց պատվավոր հյուրերու հուշամատյանին մեջ։ Դարաձաշրջանային այցի շրջանակներուն Արևելյան Հայաստան այցելած Գերմանիայի նախագահը համացանցի իր էջին մեջ լուսանգար հրաբարագեր է Արցախի դրոշով եւ անդրադարձեր Արցախահայության նյութին։ Հրաբարակման գից նախագահը նշեր է, որ Արցախը բնակեցված էր հիմնական հայերով։ Հիշեցնենք, որ Գերմանիա նախագահի առաջին այցն է Երևան եւ Բաքու։ Ֆրանսիական Le Figaro հանդեսի փոխդնորենը համացանցի իր էջին մեջ քրեր է, որ Ադրբեջանը կգրկնե այն ցերակիրը, որը գիրարեր է Արցախի բարակային։ Բնտելով թե խաղաղություն գուզեն եւ ցեվացնելով թե Հայաստանը անիգա չուզեր, ադրբեջանցիները կշարունակեն ահապեկել Սյունիքի սահմանամերձ գյուղերու բնակիչներուն, ինչպես ըրին արցախցիներու նկատմամբ նախքան անոնց երգիր ներխուժելն ու անոնց արտաքսելը, քրեր է ան։ 2016-ի ապրիլի 2-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսավ Արցախի դեմ, փորձելով վերջնականապես լուծել Ղարաբաղյան հարցը։ Սակայն Արցախի պաշտպանության բանակը հայ ժողովրդի աջակցությամբ 4 օրյա մարտերուն գասեցուց այս ծրագիրը պատճառելով Ադրբեջանին մեծ կորուստներ։ Հայկական կողմն ունեցավ 75 զոհ, մինչդեռ ադրբեջանական կողմի կորուստները հասան մոտ 700-ի, իսկ Յաշմա խումբը դարձավ անմարդունակ։ Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներուն եւ անոնց, ովքեր պայքարեր են մեր երկրի ամբողջականության համար։ Արցախ վերադարձի քաղաքական իրավունքը պետք է բահենք աշխուժ, աշխատելով աստեցիկ պետություններու հետ, որ հարցը մնա օրագարկին մեջ։ Լարիսա Ալավերդյանը կնշե, որ դեղի ունեցածը ցեղասպանություն է եւ պետք է հետեւողականորեն աշխատել միջազգային քրեական դատարանի ուղղությամբ։
Լուիս Մորենը Օգամբոն ընդգծել է, որ անհրաժեշտ է հայերու աշխուժ մասնակցությունը ու թիմումներու հեղեղը։ Ալավերդյանը գշեշտ է, որ հույս ցնել միայն իշխանության կամ միջազգային հանրության վրա սխալ է։ Ամեն ազգ իր ճակատագիրը ինքը գորոշ է։ Պետք է համախմբվել ոչ թե բարձրապես արցախցիներուն վերադարձնելու, այլ Արցախը վերադարձնելու հայերուն։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ 3 երանելիներ, ինչպես օրինակ հայերու դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթողիկե arczepiskopos երանելի Իգնատիոս Շուկրալլահ Մալոյանը կսրբատասվին։ Այս մասին կհայտնի է Վատիկանի դեղեկատվական գայքը, մանրամասնելով, որ կսրբատասվին նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Բաբա Գվենիայի աշխարհական կաթողիկոսը եւ Վենեսուելայի գրոնական քույրը, որը իր կյանքը նվիրել է գրթության եւ աղքատներուն։ Երանելի Իգնատիոս Մալոյանը ծնած է 1869-ին ներկայիս Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքը։ 14 տարեկանին ան մտեր է Լիբանանի զմար վանքի գղերական միապանություն եւ ցերնաթրվեր է 1896 թվականին ստանալով Իգնատիոս անունը։ Ան Ալեքսանդրո մեջ փայլեր է իր արաբերեն եւ թուրքերեն քարոզներով։ Այնուհետև նշանակվել է Կահիրեի պատրիարքական փոխանորդ։ Հաջորդ տարի վերադարձել է Ալեքսանդրիա դեսողական խնդիրներու պատճառով։ Հայերու դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ ան ցերպակալվել է դասնյակ քրիստոնյաներու հետ եւ բերվեր դատարան։ Երբ անոր ըսեր են, որ կյանքը գրնա խնայել մահմեդականություն ընդունելու վարակային, Իգնատիոս Շուկրալլահ Մալոյանը հայտարարել է. Մենք երբեք անհավատարիմ չենք եղած պետության, բայց եթե դուք մեզ կխնդրեք անհավատարիմ ըլլալ մեր գրոնին, անիկա երբեք պիտի չլա։ Անկե հետո անոր խոշտանքեր են եւ գար ժամանակ անց մահաբաճի ենթարկել են։ Ան երանելի հռչակված է Սուրբ Հովանես Բողոս II Բաբի կողմէ 2001 թվականին։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։